պետության որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանք չի լինելու, այդ թվում եւ թաղապետը տեսեք այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանը երեք նաեւ Նիկոլ Փաշինյանը հետաձգում էլ ԿՊԱ-ականներն ասում էին դատապարտում ենք ընդհանրապես դա, բայց նաեւ ասում էին որ դե պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ օրինակ հանրապետությունն էլ ասում էր որ աշխարհաքաղաքական կենտրոններից է կողորտվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել որ այդ ամենը անեիք։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարժվում էր թե իբրև ես թե պարոն Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը։ Որից մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք, մենք պահանջում ենք թաղապետի հրաժարականը։ Այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանց որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանց իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին է եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ դրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետև այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է, բայց տեսեք, ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն։ Թող դա դրանք օր առաջ թաղապետարանում հա յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, որոնք համաձայն։ Տեսեք, եթե մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա։ Այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իր արարքի արձագանքն եմ տվել, քաղաքական գնահատականն եմ տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, հա իրանք խոսումը, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Եվ խնդրում եմ ձեր թույլտվությամբ ես շարունակեմ եւ էլի ձեր հարցերին մեծ հաճույքով ամբողջովին պատասխանեմ։ Եվ տեսեք, հետաքրքիրը այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ վայելել եւ հենց թաղապետի ասածով Արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սրտացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, բարձր աշխատավարձով, լայն լիազորություններով։ Այսինքն Այո։ Այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձր վարձատրվող ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, որը ես այդ գիծը չեմ անցնում։ Այսինքն անկախ ամեն ինչից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների դեմ է։ Այսինքն եթե դե ես այդ ամենը միայն դրա համար եմ դիտարկում։ Պատկերացրեք, եթե ես պաշտոն ընդունեմ, բնականաբար ես պետքա լռեմ։ Եթե ես պաշտոն եմ, ինչպես կարող եմ ես բացահայտել պետական պաշտոնյան կոռուպցիան։ Իշխանական լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ, որ ձեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ հարցադրում արվեց, թե այնուամենայնիվ, եթե դուք չեք աշխատում, որտեղից ձեզ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւ ապրելու համար։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի հաստահեն հաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, ախր ինչ ան, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորում է։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ
Չէ, կարգավիճակում խոսքը գործունեություն իրականացնելու գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսա, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ իմ հեռախոսը մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեն, իմ միջոցներով եմ իրականացրել։ Այդ թվում շատ իմ նկատառում քրեական գործեր են հարուցել, որը իմ շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո սենց մեծ ֆինանսական բեռային վրա եկել առաջացել, որի արդիվ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել, ես ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծեմ։ Պարոն Չապայան, Հանրապետություն կուսակցությունն էլ էր հայտարարություն տարածել կուսակցության մակարդակով եւ ասում էր, որ ձեզ ծեծի են ենթարկել հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Դա ինչպես կարող եք մեկնաբանել եւ այդ դեպքից հետո որևէ մեկ իշխանությունից կամ հենց Հանրապետություն կուսակցությունից փորձել են ձեզ հետ կապ հաստատել եւ մի կերպ հարթել այդ իրավիճակը։ Ոչ, իմ հետ ոչ մեկ կապ չեմ փորձել հաստատել եւ դրա կարիքն էլ կարծում եմ իրանք հասկանում են, որ չկա, որովհետեւ ես ոչ մի առևտրի կամ գործարքի չեմ գնալու եւ դա հստակ եմ ասում բոլորի առջեւ, ես միջև վերջ եմ գնալու իմ սկզբունքներին հավատարիմ։ Իսկ ինչով վերաբերվում ախր անկեղծ էլի ձեր ասածը, այսինքն ոչ թե ձեր ասածը, այլ իրանց ասածը այնց անհեթեթ բանա, որ նույնիսկ չգիտեմ ինչպես անդրադառնալ։ Ձեզ դա այս աղմուկը, ծեծ կրտուքը ինչ խնդիր է լուծում։ Կարծում եք փորձեր արվում այսպես կոռուպցիայի մասին ահազանգերը քողարկել, հա։ Շատ շնորհակալ եմ ձեր հարցի համար, որովհետև դրան էի ուզում անդրադառնալ, թե իրականում բուն իմաստ է այդ ամեն պատմությանը, ինչու՞ մա կայացել։ Տեսեք, համացանցում շարքվեց ես գործակալ եմ եւ այլն, սադրել եմ, չնայած չեմ սադրել, բայց իշխանամետ այդ զրպարտություն տարածող լրատվականները եւ իրենց, ասենց ասած, գործիչները հարց չտվեցին, լավ, Չախոյանին դնենք մի կողմ, բայց ժողովուրդ, այդ մանկապարտեզը խի չի բացվել։ Մանկապարտեզի փողերը ուր, այդ մանկապարտեզը չէ, որ արդեն 2024 թվականին անցած տարին պետք է շահագործման հանձնվեր սեպտեմբերից։ Այսինքն այդ հարցը ոչ ոքին չհետաքրքրեց, թե խի մանկապարտեզը չի գործում, բայց չէ որ հենց տեսանյութի նպատակը կայացել է նրանում, որ մենք ցույց տանք հանրությանը, որ ժողովուրդ ջան, այս մանկապարտեզը չի գործում, որովհետև ԿՊԱ-ական է տենդերը շահել, որովհետև աշխատանքները անորակ են կատարել եւ ասում են իբրև թե այդ աշխատանքները համար գումար չեն վճարել, համացանցում նման հրապարակումներ է շարքում, ես էլ ասում եմ, ես վստահ եմ, որ կեսից շատը այդ գումարի վճարվել է, Երևանի քաղաքապետարանը վճարել է, դա էլ այլ զրպարտանք է։ Եվ տեսեք, մանկապարտեզի հարցը դա է, եւ այդտեղից էլ հարց է առաջանում, թե մյուս միջադեպը այդ հայտնի կռիվը խի տեղի ունեցավ, որովհետև ակնհայտ դա սադրանք էր եւ հարցակում էր ոչինչ չանելու համար։ Ըստ իմ ներքին համոզման, ըստ իմ կարծիքի, դա տեղի էր ունեցել իմ տան հարևանությամբ շենք կառուցելու շինթույլտվությունը տալու համար, որովհետև հանրային քննարկմանը չէին ցանկանում, որ ես մասնակցեի, որ ես փաստը չներկայացնեմ, որ այդ շմակ լսումները իրանք անցկացնեն։ Օրինակ, գներեք, Ազատության TV լրատվամիջոց կա ստեղ։ Այո, ես չեմ։ Հա, տեսեք, նախորդ հանդիպմանը ձեր լրատվամիջոցը եկել էր լուսաբանելու բնակիչների հանդիպումը։ Թաղապետը թույլ չի տվել լրատվամիջոցներին լուսաբանի այդ հանդիպումը։ Ինչու՞։
Այսինքն պարզ է, չէ, որ ինչ-որ գաղտնիք ունեն, ուզում են ծածկադմփոց անեն, որ այդ լսումները չիրականացնեն, բոլորին էլ շատ քաջ հայտնի է, թե այդ շինթույլտվությունների տակ ինչքան ահռելի մեծ գումարներ կան։ Հակառակ դեպքում թաղապետի խիա շահագրգռված, որ այդ լսումները հանրային չլինի։ Եթե այնինչ ինքնին դա հանրային է։ Բացի այդ, ժողովուրդ ջան, ուզում եմ հետևյալ այդ փաստերի հիման վրա այլ փաստեր ներկայացնեմ 2023 թվականին ես իմ Facebook-յան էջում հրապարակում եմ կատարել նշելով, որ նոր վարչական շրջանում Facebook-յան էջում հանրային քննարկման շմագի լսումների հրապարակումը չեն արել, այսինքն որ ժողովրդին արել են լսումներից հետո, այսինքն էջում հրապարակել են 12:39 րոպեին, այն դեպքում, երբ լսումը իրականացվել է 12:30 րոպեին է սկսել։ Տենց ո՞նց է լինում։ Լսումը անում են հետ լսումի մասին դելեգացիոն ավելի ուշ, այտենց ո՞նց է լինում, ժողովուրդ ջան, այսինքն բնակիչները ո՞նց պիտի գան ժամանակի, չգիտեմ, ինչ-որ ժամացույց կա հետ են տալու ժամանակի մեքենա ունեն, իրանք այսինքն ակնհայտ Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է, որ շմագ լսումները ծածկադմփոցով արվեն, որ հանրությունը իրազեկված չլինի եւ չմասնակցի եւ չիմանա, որ իրանց հարևանությամբ շենք են կառուցում։ Հիմնականում ինչ մենք պատկեր ենք ունենում, երբ որ արդեն շինթույլտվությունը տրված է լինում, շինարարը գնում է քանդում է, ժողովուրդը այդ ժամանակ է իմանում, որ շինթույլտվությունը տված է եւ անում են ամեն ինչ օրենքով, ասում են դե գիտեք շմագ լսումներ եղել են, այ որ դուք չեք եկել, մենք էլ տվել ենք, այ որ դուք գայք, գալեն, բայց ոնց գան, եթե դուք այդ ամենը ծածկադմփոց եք անում։ Եվ դա միակ դեպքը չի, դա նույնպես էլի կրկին դեպք է եւ հրապարակային նշել եմ անունն էլ չեմ ուզում տամ։ Այն հայտնի տիկնոջը եւ Արտակ Զելյանյանին է։ Ահա, անկեղծ Կիբր, լավ, նշել եմ, ասել եմ, որ ժողովուրդ ջան, ձեր վարչական շրջանում, նոր վարչական շրջանում հանրային լսումները չեն իրականացվել, նույն պատմությունը էլի տեղի է ունեցել բանին, նոյեմբերի 27-ին ժամը 15:36-ին հրապարակել են հանրային քննարկման հրավերը, այն դեպքում, երբ որ 11-ին է սկսվել։ Ժամը 11-ին, դες ոնց է լինում։